Բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 7-ն է 2025 թվական։ Երբ այս հաղորդումը եթեր գնա, ես կլինեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու ճանապարհին, նախապես դες ասել չէի կարող, որովհետև մինչև վերջի պահը վստահ չէի, որ կստացվի գնա, պատկերացնում եք, որ հազար ու մի խոչընդոտ կարող է լինել կամ խանգարող հանգամանքներ, այսպես ասեմ, բայց երբ որ կլինեմ այնտեղ, անպայման առաջի իսկ հնարավոր առիթով կմտնեմ եթեր, որովհետև եթե ես հետևելու եմ աշխարհաքաղաքական իրադարձություններին, ինչպես կարող եմ ձեզ հետ չկիսել իմ մտքերը։ Իսկ ես այնտեղ չեմ գնում շրջագայության, ես գնում եմ, որ մենք աշխատենք նաև այնտեղից։ Հարցը նա է, որ հիմա մենք առաջիկա ընտրությունների հետ կապված պատկերացնենք մեր անելիքը։ Մի քանի օր առաջ ես հանգամանալից դրա մասին խոսեցի, բայց նախ մարդկանց մոտ հարցեր առաջանում, ասում են մի հատ նորից հասկանանք ինչ ենք անում, որը ով ումից ինչ է սպասում, եւ երկրորդ մարդիկ, որոնք նոր են մեզ միանում, ուզում են իրենք էլ լսեն, հասկանան ինչ են քննարկում։ Նախ Միացյալ Նահանգներում ես որևէ պետական կառույցի հետ որևէ հանդիպում չունեմ պլանավորած։ Դա ասում եմ հատուկ նրա համար, որ վերջերս ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասեց, տարբեր գնում են տարբեր պետությունների հետ բաներ են պայմանավորում եւ այլ, տարբեր պետություններ են միջամտում մեր գործերին։ Նման հարց չկա, զուտ հանդիպում մեր հայրենակիցների հետ։ Իսկ հիմա առաջիկա ընտրությունների հետ կապված իմ գնահատականը։ Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի 2026 թվականի ընտրությունը նման լինի 2021-ին։ 2021 թվականին արդեն Սերժ Սարգսյանը մերժված էր մոդա չէր, Սերժ Սարգսյանին ցույց տալ որպես բոբո եւ գնալ ընտրության ասել ժողովուրդ ջան ընտրեք Փաշինյանին, այլապես հետ կգան, մեղմ ժպիտ էր առաջացնում։ Այդ դրա համար իրանց պետք է Ռոբերտ Քոչարյանի կերպարը, այդ կերպարը պետք է ուղանը հնեց ուռճացնել, բա տեսեք ուզմա գա, որ գա բոլորին սպանելու է, սանելու անելու, Պուտինի ինգել եւ այլ։ Եվ մի հատ էլ պետք էր բանտ նստացնել, հանել մի քիչ փորձել հերոսացնել, բայց բոլորին էլ պարզ էր, որ նա հաղթելու շանս չուներ։ Բայց ամեն ինչ արեց իշխանությունը, անգամ վերջի հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի համար մարդիկ ապահովեց, որ մարդիկ ովքեր տանը նստած էին, կարծում էին Փաշինյանը կհաղթի, գնան վախեցած գնան Փաշինյանին ընտրեն։ Հիմա մտածում էին մարդիկ լավ, էլ Քոչարյանով ոնց է վախացնելու։ Քոչարյանը իր թիմը ընտրվեց, ինչ արեցին, ոչ ազգային ժողովում բան արեցին, ոչ փողոցում արեցին։ Էլ նրանով ոնց է վախացնելու։ Առաջացան նոր մարդիկ, որոնք որ այդ դաշտում հանդես կգան։ Այսինքն, բայց այդ դաշտի լսարանը, էլեկտորատը, ընտրողները այդքան ձայն չունեն, որ նրանք մեծամասնություն ստանան։ Միասին կմասնակցեն, առանձին կմասնակցեն, իրար հետ կվրցակցեն, իրար կօգնեն, իրանք չեն կարող 30% անգամ լսարան ունենալ, էլեկտորատ ունենալ, ձայն ստանալ։ Արդյունքում բա ինչ է ստացվում։ Հիմա նրանք պայքարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Նիկոլ Փաշինյանը ունի վարչական ռեսուրս, Նիկոլ Փաշինյանը ունի մարդկանց մի թիմ, իհարկե իրավարկանիշը կտրուկ անկում է ապրել, բայց այդքանը բավարար կլինի, որ ինքը վերարտադրվի։ Ուրեմն այդ պայքարի նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելն է, որովհետև այն մարդիկ, ովքեր ոչ նրան չեն ընդունում, գտնում են, որ մեր երկրի ապագան Եվրամիությունն է, մենք այդ ճանապարհով պետք է գնանք, նեղանում են չտեսնելով իրանց թեկնածուին, նստում են տանը եւ չեն մասնակցում։ Իսկ երբ որ անում ենք սոցիոլոգիական հարցում, այդ մարդկանց թիվը անցնում է 50%-ից։ Իսկ եթե կոնկրետ թիմ տեսնեն, որ աշխատանք է տանում, այդ թիվը կարող է էլի բարձրանալ։ Նրանք, ովքեր պայքարում են, ուզում են միլիարդներ ծախսեն։ Չկա այդ լսարանը, այդ էլեկտորատը չկա, որ դուք այդ ձայները ստանաք ու իշխանությանը հաղթեք։ Դրա համար իմ առաջարկությունը, որ ես արել եմ, որն է։ Ստեղծել դաշինք արևմտամետ ուժերով, որոնք երկրի ապագան տեսնում են Եվրամիության կազմում, սահմանափակում չդնել կուսակցությունների քանակի, բոլոր կարող ուժերը, բոլոր հարգված հեղինակավոր մարդիկ կամ բոլոր պիտանի ուժեր, ոչ մեկը պիտի դուրս չմնա։ Մեզ համար բացարձակ կարևոր չի լինի 3 կուսակցություն, թե 13։ Առավել ևս մենք խնդիրը դնում ենք հետևյալ կերպ։
3 եւ ավելի, որովհետեւ եթե մի կուսակցությունը մասնակցում ընտրության, նվազագույն շեմը 5%-ն է, երկու կուսակցություն 7%, 3 եւ ավելի 10%։ Այսինքն մենք ասում ենք մեր նպատակը 5% ձայն ստանալ, մանդատ փախցնել եւ գնալ 5 տարի բողոքել իշխանությունից, դա մեզ չի հետաքրքրում։ Մենք գնում ենք հաղթելու, ծանրակշիռ ներկայություն ունենալու։ Եթե պակաս է, որով որակական հարց չենք լուծելու, ուրեմն անիմաստ է, որ մենք այդ մանդատը ստանանք։ Ուրեմն ժողովուրդը մեզ չվստահեց, ուրեմն վերջ։ Ավելի լավ է մենք չփորձենք մեղադրել, ուրեմն մեղավորը մենք ենք, ով պետք է լինի մեղավոր։ Իրականում այդ մարդիկ կան, այդ ձայները կա։ Ուրեմն մենք չկարողացանք համոզիչ լինել, որ մարդիկ մեզ վստահեն եւ ձայն տան։ Դրա համար սահմանափակում չկա կուսակցության անդամների, նաեւ հասարակական կառույցների։ Կազմակերպային իրավական ձևը կարևոր չէ, հասարակական կազմակերպություն կլինի թե ուրիշ, այսինքն նաև դրա մեջ ընդգրկված կլինեն նաև այլ միավորներ, օրենքը դա թույլ է տալիս, որ պարտադիր չի բոլորը կուսակցություններով ներկայացված լինեն։ Հիմա դա այդ դեպքում մեր նպատակը որն է։ Քայլ համար 1. Գնալ հաղթելու։ Եթե հաղթում ես, ուրեմն ձևավորում ես կառավարություն, ես ի սկզբանե ասել եմ, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ ես պատասխանատվությունից խուսափող եմ, ուրեմն նշանակում է ես ին վրա բավարար չափով բեռը կվերցնեմ։ Կամ որևէ մեկի մտքով եթե կանցնի, որ ես դա անում եմ ինձ համար, այդ դեպքում մենք հենց բավարար չափով ձայները կստանանք, կդնենք, կանենք փակ 3 քվեարկություն, փակ գաղտնի 3 քվեարկություն։ Առաջինը Սուբյեկտները, որոնք որ ներկայացված են դաշինքի մեջ, պայմանականորեն 7 կուսակցություն, 3 հասարակական կազմակերպություն, այդ 10-ը դնում են քվեարկում են եւ ասում են այդ ցուցակի հավանական 10 հոգուց, որ մեկը կարող է լինել վարչապետ իրենց պատկերացմամբ։ Սա դնում ես մի թիվ վարկանիշային, համարում ես այսքան, մյուսը դաշինքի անդամ կուսակցություն անդամները դաշինքը կարող է լինել 200 հոգանոց ցուցակ, բայց խմբակցությունը, որը որ կանցնի խորհրդան, 60 հոգանոց պայմանականորեն ասած։ Առաջին այդ 60 հոգին փակ գաղտնի քվեարկությամբ ասում են նախապատվությունը ում են տալիս, եւ երկրորդ դաշինքի 200 հոգին քվեարկում են, ասում են նախապատվությունը ում են տալի։ Որտեղ եթե դաշինքի անդամը նույնիսկ չի անցել խորհրդան, բայց եթե այդ մարդկանց ընտրել ենք, ուրեմն հարգել ենք, գնահատել ենք, նրանց կարիքը ունեցել ենք, ուրեմն այդ մարդիկ նաեւ վճռական ձայնի իրավունք պետք է ունենան առաջի դեմքի ընտրության հարցում։ Այսինքն բոլորը կտեսնեն, որ այստեղ աթոռակռվի մաս ընդհանրապես թեմա չկա։ Սա մեկ։ Երկրորդ, չես ստանում մեծամասնություն։ Ի սկզբանե մենք ասում ենք, որևէ մեկին չենք միանալու, ոչ նախընտրական, ոչ հետընտրական։ Նույնիսկ շատ նորմալ է քաղաքակիրթ երկրներում, եթե մի ուժ մեծամասնություն չի ստանում, կոալիցիա են կազմում։ Մեր դեպքում մենք անենք այդ դաշտը այլանդակել, որ անգամ քաղաքակիրթ տարբերակը մեր մոտ չի անցնելու։ Որտեղ մարդիկ մտածելու են, էսա կգան, խոսան, մարդկանց ձայները կստանան, կգնան այդ ձայները կվաճառեն կամ սրան կամ նրան։ Կատեգորիկ ասում ենք, ոչ մեկին չենք միանալու։ Նույնիսկ եթե կլինի մեկը կթվա թե նայել է նույն դաշտում ուրեմն կմիանար մեզ։ Չի միացել մեզ, ուրեմն նույն դաշտում չի։ Կամ նույն դաշտում մենք իրեն չենք վստահում։ Գնացեք ինչ ուզում եք արեք։ Չենք, որտեղ մենք չգիտենք այդ մարդու հետևը ով է կանգնած, եթե դաշինք ստեղծեցինք, բայց նա ցանկություն չունեցավ մասնակցելու, առավել եւս որ մենք չենք դրել խնդիրը, որ դու մեզ ես միանում։ Չկա այտենց հարց։ Բոլորով ենք միանում։ Այսինքն ստացվեց այնպես, որ գնում ես, եթե չես ստանում, չես անցնում, հայտարարում ես, որ մենք ոչ մեկին չենք միանում։ Եթե ոչ մեկը մեծամասնություն չի ստանում, ուրեմն ինչ ալնելու։ Լինելու է արտահերթ ընտրություններ։ Այդ թող լինի, ինչ է եղել որ։ Արդեն ժողովուրդը 2026 թվականին կտեսնի ով ինչքան ձայն է ստացել, կտեսնի, որ իշխանությունը մեծամասնություն չստացավ, կտեսնի, որ այդ իշխանությունը անպարտելի իշխանությունը չի, եւ այդ ոգևորությունը, որտեղ ժողովուրդը ընտրությունների հետ կապված լավ էլ ակտիվանում է, ոգևորվում է, գնանք արտահերթ ընտրության, ինչ է պատահել որ։ Շատ ուժեր, որոնք հիմա կարծում են, որ շատ ձայն կստանան, կգնան կտեսնեն, որ չստացան, կվերանային իրանց վերաբերմունքը եւ կարող է դաշինքը ընդլայնվեն։ Նոր իրավիճակի մեջ նոր թիմեր ելնեն։ Կարող է արտահերթ ընտրությանը արդեն մասնակցի 4-ից 5 կուսակցություն, ոչ ավելի։ Որևէ խնդիր չկա։
Բայց այդ ժամանակ, երբ որ իշխանությունը փորձի կեղծի կամ մեկի վրա ճնշում գործադրի եւ այլ, ժողովուրդը ակտիվ է, ժողովուրդը ոգևորված է, ձայների հարաբերակցությունը տեսել է։ Մարդկանց կհանենք փողոց։ Այսօր ես մարդկանց հանեմ փողոց, մեկը կանգնեն ասեն, ում ես արտահայտում, ուզում ես բռնի կերպով իշխանությունը տապալես։ Քրեական գործը հարուցեն, ասեն հաջողություն։ Իսկ այն ժամանակ ասում եք, այսքան մարդու ձայնին ենք տեր կանգնում։ Բայց այդ մարդիկ ձայն են տվել, գնալու ենք մեր տանը նստենք, այսինքն այդ խնդիրներն ես չեմ տեսնում։ Եթե որևէ մեկը մտածում է, որ ընտրության միջոցով իշխանություն չի փոխվելու, դա տարբերակ է, որ ընտրության միջոցով իշխանություն փոխես։ Իսկ եթե որևէ մեկ կասի, այ նո ամենայն երկրի վիճակը վատ է, բերեք չգնանք արտահերթ ընտրության, ասենք շատ լավ։ Դուք ձայն տվեք, թող մեր տեխնացուն անցնի։ Մենք չենք կարող ձեզ միանալ։ Որտեղ մենք գտնում ենք Հայաստանի ապագան Եվրամիությունը, մենք այդ ձայնը դրա համար ենք ստացել։ Մեկը ռուսամետ ուժեք Նիկոլ Փաշինյանը խելքը գնում է Վլադիմիր Վլադիմիրիչի համար։ Մենք ո՞ս կարանք ձեզ միանանք։ Ում ծրագիրն ենք իրականացնում, որ միանանք։ Ձեր թե ձեր։ Ոչ մեկի։ Իսկ եթե դուք հասկանում եք երկրի ինչ պատասխանատու վիճակում է, եւ հասկանում եք, որ պետք չի գնալ արտահերթ ընտրության, շատ լավ։ Ձայն տվեք մեզ, մեր տեխնացուն ասնի, որպեսզի մենք մեր ծրագիրը անցկացնենք, ոչ թե ձեր։ Իսկ կոալիցիա չենք կազմի մի բարձ պատճառով, որտեղ եթե կոալիցիա ես կազմում, այդ ժամանակ դու ստիպված ես նաև կոմպրոմիսի գնալ, քո ծրագիրը վերանայել, մի բան նրանից վերցնել, մի բան նրանից վերցնել, կատեգորիկ ասում ենք չէ։ Մենք ասել ենք ժողովրդին, մեր վստահությունը էսա, այս ձայները ստացել ենք, այսքանա, ուզում եք չգնանք արտահերթ ընտրության, ձայն տվեք մեզ։ Թող լինի փոքրամասնության կառավարություն, ինչա պատահել որ։ Եթե մեզ կխանգարեք, կտորպեդահարեք, չեք օգնի, որպեսզի մենք մեր ծրագիրը կյանքի կոչենք, մենք կտանենք արտահերթ ընտրության, բայց այդ ժամանակ կառավարության պաշտոնակատարների ինստիտուտով բոլորը կլինեն մեր ուժի ձեռքին։ Որևէ խնդիր չկա։ Այսինքն սա մենք երաշխավորում ենք, որ որևէ մեկը չմտածի, որ հանկարծ մեկը կարող է գնա ձայն ստանա եւ հետո կանգնի ասի երկիրը ծանր վիճակի է, չի ուզենում Փաշինյանին միանալ, բայց գնացինք միացանք, որովհետեւ ոչ չէինք թողելու նրան ծեռնագնի իշխանությունը։ Կամ էլ նրանք ասեն, դե ստիպված միացանք, որ այսպես լինի, Փաշինյանը գնա։ Այդ գիտենք, այդ ամեն ինչը անցել ենք, մենք այդ ամեն ինչը նաև տեսել ենք, թե ինչպես Երևանում ընտրությունները եղան, հետո գնացին ընդդիմադիր ձայները ստացան, տարանտվեցին իշխանության տեխնացուին։ Մյուսն է տեսել ենք Գյումրիում, թե ինչպես գնացին, անգամ Մարիամ Վրեժի թշնամիները միացան իրար եւ իրանցից մեկին դարձրեցին քաղաքապետ։ Իսկ ինձ համար եւ մեզ համար կտրականապես մերժել է եւ այն տարբերակը եւ այն տարբերակը։ Եվ նաեւ ուզում եմ երկու կողմն իմանան, որ մահու կենաց կռիվ են մղելու դուք իրար հետ։ Իշխանությունը պետք է մտածի, որ նրանք եկան, էլ բանտ անստացրել, գույքերն ա հաշվառել, էլ գույք ա վերցրել, բաներ ա խլել, բավական ինչ են անելու իրանց։ Չէ՞ որ այս իշխանությունն եկել է դագաղները շարելով, պսակները սքո շարելով։ Այն նյուսներն է գալու են իրական դագաղներն են շարելու, չգիտեք։ Ասել են դու ես մեր դագաղը շարում, դե արի տեսենք ինչ ես անելու։ Չգիտեք մահու կենաց կռիվը։ Ուրեմն ամեն մեկը պետք է մտածեք, եթե ես չեմ հաղթում, թող էս թիմը հաղթի։ Պայմանականորեն ասենք Անտինյանի։ Չեմ դուք հասկանում եք, դա պայմանական անուն է, ոչ թե ասենք բան։ Կամ այն մյուսը մտածի, բա ասում եք ամեն օր Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման։ Դուք էլ ուզում եք գաք փրկեք։ Դուք էլ տեսնում եք, որ չեք կարող փրկեք։ Բայց եթե չեք կարողանում փրկեք, ուզում եք Նիկոլ Փաշինյանը կործանի, դա նշանակում է դուք ազնիվ չեք ժողովրդի հետ։ Ուրեմն դուք էլ պետք է ասեք, եթե մենք չենք, թող իրանք լինեն։ Իսկ այն հասարակություն, իսկ այն մարդիկ, ովքեր ռուսական տիրույթում, ռուսական իշխանությունների հետ տարբեր կապեր ունեն, չեն կարող չասեն, որ մենք ռուսական տիրույթում ենք, հասկացանք։ Բայց ամեն մեկի բարեկամներն ու ազգուտակը արևմուտքում է հանգստանում, արևմուտքում է սեփականություն ձեռք բերում եւ արևմուտքը առավոտից իլուգում գնում մանգալի։ Ես չեմ հիշում որևէ մեծահարուստ, որ գնում է Սիբիր զբոսնելու։ Եթե կան տես բան, ասեք իմանանք։ Բա այդ մարդիկ իրանց լավ հասկացանք, դուք կապված եք ինչ-որ թելերով Ռուսաստանի հետ։ Բայց ձեր երեխեքի ապագան դուք իսկապես պատկերացնում եք այնտեղ։ Ուրեմն ազնիվ ձևով մարդկանց ասեք, ժողովուրդ ջան, մենք գնում ենք, եթե մենք չլինենք, ավելի լավ այն մարդիկ լինեն, ովքեր մեր երկրի ապագան տեսնում են այդտեղ։ Սա հստակ։
Բացի դրանից, ես մի բան էլ ասեմ, ինչ վերաբերում այս պայմանականորեն ասում եմ, ստեղծում ենք մի հատ շարժում։ Այսօր դաշինք չես կարող ստեղծել, դեռ ընտրություն չի, նախընտրական փուլ չի, դա ելնելու է հետո։ Բայց հիմա դու ակտիվացնում ես, համախմբում ես մարդկանց, որ գնաս մարզային այցելություններ, տարբեր միջոցառումներ կազմակերպես, թեմը ծմեռա, արդեն հասկանում եք, որ դրսում այդքան հեշտ չի մարդկանց հավաքել։ Պետք է գնաս դահլիճներում հավաքես, որոշակի կազմակերպական բաներ անես։ YouTube-յան ալիքով ինչքան էլ խոսես, շատ բնակավայրեր դա չի հասնում, շատերը դա չեն նայում։ Ուրեմն պետք է գնալ դեմ դիմաց մարդկանց հետ հանդիպել։ Շատ լուրջ կազմակերպական աշխատանք է պետք տանել, ու հիմա է դա պետք տանել։ Մեզ ընտրությունների հետ կապված փոխբաժանելու խնդիր մեր առաջ չկա։ Ոչ էլ գազելներով ընտրության բերելու։ Ոչ միայն դա հիմա չի կիրառվում։ Մեզ դա պետք չի, ոչ մեկն էլ չի ակնկալելու, որ ես դի փոխբաժանեմ, որ ինձ ընտրի։ Այսինքն մենք այդ կարգի հարցեր ընդհանրապես չունենք։ Մենք ունենք ընդհանրապես մի բան։ Կազմակերպական հարցերն անենք, գնանք մարդկանց հետ շփվենք, ընդլայնենք մեր մեդիա հնարավորությունները, որպեսզի կարողանանք մարդկանց հետ շփվենք։ Իսկ եթե իշխանությունները կամ ռուսամետ թևը կորոշեն, կասեն թիրախավորում են պայմանականորեն ինձ, հարվածում են, մենք լավ կուսումնասիրենք, կտեսնենք։ Կարող է ասեն նախորդ կյանքում չգիտեմ ինչ ա եղել, մյուսում ինչ ա եղել, շատ լավ։ Մեր հասարակությունը շատ լավ հասկանում է, եթե մեկին թիրախավորում են, անմիջապես ինքը ինադում, մանավանդ երկու կողմն էլ հակառեյտինգը ավելի բարձր է, քան ռեյտինգը, նրանց ինադու այդ մարդու ռեյտինգը բարձրանում է, եթե նրանք թիրախավորում են։ Եթե մենք տեսնում ենք վերջում, որ իրանց այդ արած քայլերի պատճառով իմ վարկանիշը ավելի բարձրացավ, բարձրացուցակը կգլխավորեմ ես։ Եթե տեսնենք, որ իմ վարկանիշը իջավ, հիմար չենք, որ մենք մեր զայները կորցնենք, ինչա ես պետք է լինեմ։ Բարձրակը նստենք մեր թիմակիցների հետ խոսենք, վերջի պահին, որ հիմա էլ նրան չթիրախավորեն, կասենք ժողովուրդ ջան, մենք հարմար ենք գտնում, որ մեր ներսից, ոչ թե դրսից որևէ մեկը երկնքից ընկավ, մեր ներսից լինի այս մարդը, որ չհասցնեն նրան թիրախավորեն։ Իսկ ես էլ ոչ միտեղ չեմ դնում, կողքը կանգնում եմ, իմ համեստ ուժերի ներածի չափով աջակցում եմ այդ մարդուն։ Եվ թիմին։ Բացարձակ խնդիր չկա։ Իսկ թվում է դա այնքան պարզ բան է, որ ոչ թե ես ասում եմ կառավարություն ձևավորելու ժամանակ բոլորը այդ հավասար շանսը ունեն, այլ նաև խմբակցություն, դաշինքը ղեկավարելու հարցում հավասար շանս ունեն։ Բացարձակ որևէ խնդիր չկա։ Եվ ի վերջո հարցը առաջանում, հասկանում ենք, որ տարբեր կուսակցությունները շատ ավելի կոշտ է։ Կուսակցություններին որևէ աջակցության դեպքում նայում են դրսից էս եղավ են եղավ։ Իսկ ես հասարակական կազմակերպությունը, որի մասին ձեզ ասել եմ, Բարեկեցիկ անվտանգ Հայաստան հասարակական կազմակերպություն, որի նպատակն է աջակցել Հայաստանի Եվրամիության անդամակցությանը, ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ռազմաքաղաքական եւ տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Շատ ավելի հեշտ է հասարակական կազմակերպությունով այդ ամեն ինչը կազմակերպել։ Որովհետեւ հիմա մենք ընտրության չենք գնում, ինչ կուսակցություն։ Մենք հիմա ընդհանրապես կազմակերպական գնում ենք հանրության հետ շփվում ենք, մեր պատկերացումները, մեր երկրի ապագայի հետ կապված ներկայացնում ենք մարդկանց։ Զուտ այդ կազմակերպական հարցերն ենք անում։ Ու բացի դրանից էլ ոչ մեկը չի ասի, ինչի իմ կուսակցությունը չէր առաջի դեմքը, ինչի են մեկը։ Հասարակական կազմակերպությունը, որ ոչ մեկը մեկի նկատմամբ խնդիր չունենա։ Իսկ այդ առիթով ես նաև ոնց եմ պատկերացնում։ Ակնհայտ է, որ ես համարում եմ կտրականապես ինձ համար մերժելի է, որ ասում են Սփյուռքը գործ չունի, մենք մեր հարցերը կլուծենք եւ Էրդողանի պլաններն են իրականացնում Սփյուռքին տարանջատեն Հայաստանից, այդ մարդիկ նեղանան մի կողմ քաշվեն եւ արդեն չսկսեն Հայաստանի մասին չմտածել։ Նեղանան Փաշինյանին, ձերքաշեն Հայաստանից։ Պարզա որ դա ինչ ում պլանն է, էլի, պարզ չի։ Իսկ ես գտնում եմ, որ դա այդպես լինել չի կարող, Սփյուռքը եւ Հայաստանը դա հաղորդակից անոթներ են, ընդհանրապես պետք է նորմալ ձևով աշխատել եւ ես էլ իմ YouTube-յան ալիքով շատ հանգիստ տեսնում եմ, չէ։ Ինչքան մարդ է դիտում։ Առաջինը Հայաստանից ամենաբարձրը, հետո Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, եվրոպական տարբեր երկրներից, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Բելգիա, բոլորը չթվարկեն։ Ցուցակա չէ, պարզ 4 թվականություն։
Բացում ես եւ նայում ես, թե ի վերջո մարդիկ ինչքան են մտահոգ։ Ձեզ թվում է այդ բարեկեցիկ երկրներում ապրողները Հայաստանի համար սիրտները չի ցավում, ամեն օր նստում են ինձ էլ լսում։ Բարձ չի որ այդ մարդկանց կամ այդքան նամակ են գրում, այդքան զանգում են, այդքան բաներ են ասում, այդ ինչի համար են անում։ Ում համար են անում։ Որ Նիկոլ Փաշինյանն ասում է, բանա գնացի ստեղ դուրսն են աշխատում, խի Հայաստան գործ չկա որ եկել եք։ Կամ էլ թե չէ, որ մարդիկ էլ հիմա վեր կենան գան Հայաստան, ստեից քննադատեն, պետք է ասեն, բայ թե վատեր ինչի եկար, մնայր ինչի ես եկել։ Մենք գիտենք չէ դա ինչի համար։ Ու դրա համար մենք այո, Սփյուռքի հետ պետք է նորմալ աշխատենք, բացի այդ էլ այսպես նայենք։ Սփյուռքի բնույթն էլ է փոխվել։ Ինչքան մարդային խորհրդային միության վերջի տարիների, որ մի քիչ ազատ եղավ, սկսեցին գնալ դուրս։ Այդ մարդկանց ուշտումիտքը ստեղ է, նրանց պապերի գերեզմանները ստեղ է, նրանց ազգուտակը ստեղ է։ Անկախության տարիներին ինչքան մարդ գնաց տարբեր ժամանակներ, տարբեր խնդիրների պատճառով։ Այդ բոլորը դրսում են, բայց ստեղ իրանց տուն ու տեղն է, ստեղ իրանց հողն է։ Այդ մարդիկ օրգանապես կապված են Հայաստանի հետ։ Եվ դրա համար ուզում են մասնակից լինել այդ ամեն ինչի։ Գնանք մարդկանց հետ նստենք, խոսենք, հասկանանք եւ բացատրենք, որ այսօր խոցելի են Հայաստանում շատ մարդիկ կան, որ խոցելի են, քիչ չեն մարդիկ, որ ինձ մոտենում ասում են, ինչով կարող ենք օգտակար լինել, բայց կարող է մեր պոչին նստեն։ Ես ասում եմ, ես չեմ կարող երաշխավորել, որ չեն նստի, ոչ էլ կարող եմ երաշխավորել, որ կնստեն։ Բայց չեմ ուզում քեզ հարվածի տակ դնեմ, փորձենք առաջի քայլը լուծենք այնպես, որպեսի այդ հարցը անենք, որ երկրորդ քայլով ով էլ անի, այլևս ոչ մեկը չի կարող ասի, բա դու ինչ ես տալու։ Մարդիկ կառույցը ստեղծել են, իրենց քայլերն անում են։ Ես էլ իմ կողմից մասնակցել եմ, ինչ կա դրա մեջ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, պետք է վերահսկենք ինչ են անում, դա հատուկ պարզად դուք գիտեք, որ դա ընտրության համար են անում։ Ասում է, բան չա մեր մոտ թափանցիկ։ Այդ ձեր մոտ թափանցիկ է, որտեղ ձեզ փողմուծողը ինչ խնդրեմ ունի։ Ընդդիմությանը մուծողը խնդրեմ ունի։ Իսկ որպեսզի դա մենք վստահ լինենք, որ չի ունենա, մենք այդ խնդիրը դրսի ուժերով կփորձենք լուծել, առավելևս որ ասում են, որ մեզ ֆանտաստիկ ինչ-որ բաների կարիք չկա։ Պարզապես օգնենք մեր հայաստանյան հայրենակիցներին, որոնք որ խնդիրներ չունենան այդ հարցում օգտակար լինելու։ Իսկ քիչ չեն մարդիկ, որ լավ էլ հասկանում են, թե ինչ են բերել այս երկրի գլուխը։ Եվ եթե հանկարծ հները կան, ինչ կարող է լինի, կամ եթե այս իշխանությունը մնա, ինչ կարող է լինի։ Ձեզ չթվա թե պակաս սրտացավ մարդիկ են։ Ուղղակի օգնենք, որ այդ սրտացավ մարդիկ հարված չունենան, մեր մոտիկ մարդիկ են, չէ՞։ Սա է։ Բացի դրանից, ես նաև ուզում եմ, ի վերջո եթե մարդկանց հետ բան ենք խոսում, մարդիկ պետք է հասկանան, այդ մարդը ոնց է մտածում, ինչ է անում։ Ոնց է իրավատ պատկերացումը որն է։ Ես խորհրդային միության ժամանակ ամուսնացել եմ Սիրիայից Հայաստան եկած ընտանիքի անդամի հետ։ Հա, Երևանում ծնվել, բայց հայրը եղել է Սիրիայից տեղափոխվել են Հայաստան։ Ինձ համար մենք ու նրանք հասկացողություն չկա։ Գիտեք օջախում օջախի պահապանը կինն է։ Ինչքան էլ ես շատ հոգատար ամուսին եմ եղել եւ երեխաների հայր, միևնույն է ընդհանրապես թեմա չկա, որ օջախի պահապանը կինն է։ Դա նշանակում է մեր տուն է մտել այդ նիստուկացը, մեր տուն է մտել նրանց ճաշացանկը, մեր տուն է մտել նրանց սովորությունները, նրանց պատմությունները, այդ ամեն ինչը։ Եթե մեկին հարգում ես, եթե մեկը թանկ է քեզ համար, թանկ է նրա հետ կապված ամեն ինչ եւ ամեն ոք։ Բայց դա մի զարմանալու բան է։ Այսօր ամենուրա կապի մեջ են Լիբանանի հետ, Սիրիայի հետ, Կանադայի հետ, Ամերիկայի հետ, ամենտեղ բարեկամների հետ, այդ բոլոր բարեկամները դու ավտոմատ ձևով դա քո բարեկամներն են։ Մարդու հետ 34 տարի ապրում ես, ելով է նայեմ որ կոմի բարեկամը։ Ես սա ուզեմ ասեմ, որ դա ինձ համար այդպես գիծ չկա քաշած, ընդեղ ումդեղ։ Մենք ու նրանք չկա տենց հասկացողություն։ Եվ այո, այդ մարդկանց համար շատ թանկ բաներ կա։ Ու շատ զգուշ պետք է լինես այդ մարդկանց հետ ապրելով ու շփվելով։ Որտեղ նրանց բոլորի խորքում նստած է, որ իրանք հայրենիք են կորցրել, այն էլ ցեղասպանության արդյունքում։ Որտեղ ուզում ապրեն, ինչ բարեկեցությամբ ուզում ապրեն։ Նրանք այդ հիշողությունը նրանց մեջից չես անի։
Հանկարծ փորձես մի բան ասես, շատ լուրջ խնդիր է, ուրեմն պետք է իսկապես իմանաս, որ պետք է շատ զգուշ լինես այդ հարցում։ Լինում են մարդիկ, որ գնում են Արևմտյան Հայաստան գալիս են եւ պատմում են, ասում են գնացինք այս մեկի պապի տունը, ասմասկի տուն էլ չկար, ավերակ էր, այտենց բան, ինչ են ասում մեր պատմական հողը, տեսնեք ոնց են վիրավորվում։ Ասում են դու ինչի՞ց ես խոսում։ Այդ տունը սարկած է ընդհանրենք 130 տարի առաջ։ Այդ տունը լքել են 110 տարի առաջ, 110 տարի այդ տանը տիրություն անող չի եղել։ Ուզում ես գնալ Եվրոռեմոնտ տեսնեի։ Էս ինչ ես խոսում։ Այդ մարդկանց համար դա հայրենիք է, դու եկել ասում ես պատերը այս գույնի էր, իսկ 110 տարի լքված տունը ինչ էիք ուզում որ լիներ։ Գյուղական բնակավայրը։ Այսինքն այս կարգի հարցերով խոսել այդ մարդկանց մոտ ուղղակի պետքա շատ զգուշ լինել։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Իմ պատկերացումը դա է։ Ուղղակիորեն ներգրավված են մեր process-ների մեջ։ Եվ պետք է ներգրավված լինեն, եւ պետք է մեր ցուցակում էլ ընդգրկված լինեն, անկախ նրանից թե բոլորս մտածում ենք, որ հայրենիք սփյուռք։ Ես միշտ ասել եմ, որ սա համայն հայության հայրենիքն է։ Մենք պետք է մեզ պահենք համայն հայության հայրենիքի տիրոջ նման։ Ու կապ չունի ով որտեղ է։ Աբխազահայը կռվել է Աբխազիայի անկախության համար, վրացահայը Վրաստանի տարածքային ամբողջականության, բայց երկուսն էլ մեր եղբայրներն են։ Մենք չենք կարող ենք գնահատական տան Վրաստանը սխալ վարվեց թե Աբխազիան։ Այդ ուրիշ խնդիր է։ Բայց մենք տերենք մեր հայրենակիցներին երկու կողմից է։ Որտեղ սա օջախ է։ Եվ ամեն մեկը որտեղ գտնվում է, պետք է մտածի ինչ անի, որ Հայաստանը զարգանա, Հայաստանն ապագա ունենա։ Եվ այո, սենց կան շփվելով, կան հարստացնեն Հայաստանը եւ Հայաստանից գնան, բան սովորեն, բան անեն եւ այդ ամեն ինչը կապված է իրարից։ Սա է իմ պատկերացումը։ Դրա համար փորձենք առաջի քայլն անենք, հետո Եվրոպայի հետ էլ կպլանավորենք, եթե տեսնենք առաջի քայլը ինչ որ ձևով ստացվեց, մենք կարողացանք հասկանալ, կապի բոլոր միջոցները հասանելի են իմ, այնպես որ ընդդեմ գտնվելով ստեղի հետ էլ կոնտակտը նորմալ կպահենք։ Նույնը վերաբերում է, ես ուզում եմ հասկանալ Արցախի հետ կապված։ Այն ինչ որ կատարել է բարբերաբար խոսել ենք սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Բայց այսօր ինչի որ հանգել ենք, մենք հասկանանք։ Այդքան մարդ է ապրում Հայաստանում, որոնք ընտրելու իրավունք ունեն։ Նաև տասնամյակներ առաջ Հայաստան եկած, որ նրանք մտածում են, որ Արցախի համար մի հատ ընտրություն կատարեն։ Իշխանությունը Արցախի թեման փակել է։ Եթե դուք իսկապես ուզում եք, որ որևէ մեկը Արցախի հարցով զբաղվի, իշխանությունը չի զբաղվել։ Մարդիկ պարզ ասել են։ Կարող է ռուսամետ ուժերը զբաղվեն Արցախի հարցով, իհարկե ոչ։ Առաջին ռուսամետ ուժերից նախկինները բանակցություն վարողը իրանք են, տեսել ենք ինչ են արել, նույնիսկ եթե ռուսամետ այլ ուժեր են մասնակցող, որոնք բանակցության process-ին չեն մասնակցել, պետք է մտածեք, նրանց հույսն ու ապավենով է Ռուսաստանը, այո, իսկ Ռուսաստանը ինչ արեց, Ռուսաստանի աչքի առաջ Արցախը չդատարկվեց, եթե դուք մտածում եք, որ այսօր Ռուսաստանը Արցախը դատարկելուց եւ սկուտեղի վրա Ադրբեջանին տալուց հետո, եթե ռուսամետ ուժերը հաղթեն, նրանք Արցախի հարցը պետք է բարձրացնեն, Ռուսաստանը փակել է Արցախի հարցը։ Ռուսաստանը փակել է Արցախի հարցը, երբ որ Ադրբեջանի հետ բարեկամ էր։ Իսկ այսօր եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունի, առավել եւս ինքը այդ քաշը չունի Արցախի հարցը բարձրացնելու։ Կարող է բարձրացնի, բայց չի կարող լուծել։ Որտեւ ինքը այսօր չի մտնի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ երկրորդ ճակատ բացի, մթամեն ճակատն ինչ արել։ Երբ որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան եւ միջուկային տերություն Պակիստանը, եթե ուրիշները չասենք։ Այսինքն ձայն տված ռուսամետ ուժերին, եթե ուզում եք Արցախի հարցը լուծեք, դա կորած ձայներ է, ժողովուրդ ջան, պարզ ասում եմ ձեզ։ Ում պետք է տակ ձեր ձայնը։ Այն մարդկանց, ովքեր չեն բանակցել Արցախը հանձնելու համար։ Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Արցախի հարցը փակված չի։ Եվ արևմտյան մի շարք կառույցներ ու պետություններ գտնում են Արցախի հարցը փակված չի։ Այսինքն եթե մենք ձայն ունենք, մենք գնում ենք խոսում ենք նրանց հետ, ովքեր Արցախի հարցը չեն փակել։ Ու կապ չունի շահադիտական նպատակով, մեր շահերը եթե համընկնում են, ինչ խնդրեմ կա։ Այսինքն դուք լավ գիտեք, որ Ռուսաստանը եթե լավ է Ադրբեջանի հետ Արցախի հարցը չի լուծելու, եթե Ադրբեջանի հետ վատ է Արցախի հարցը չի կարող լուծել։ Իշխանություններն էլ Արցախի հարցը փակել են։
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մտածում են Բաքվի բանտերում գտնվողներին օգնելու համար բերեք գնանք ռուսամետ ուժերին ձայն տանք, Ռուսաստանը ձեզ համար ինչ արեց։ Պուտինի նկարով ու դրոշներով փողոցում չէիք։ Ինչ արեց, երբ որ Ադրբեջանի հետ լավ էր։ Այդքան միամիտ կարելի ալնել։ Մի ձև կա։ Այնտեղ բանտում նստածների շահերը բարձրացնում են արևմտյան կառույցները։ Ուրեմն այստեղ էլ պետք է լինեն մարդիկ, որոնք նրանց հետ գնան նստեն եւ պայմանավորվեն ու աշխատեն։ Չեմ ասում վաղը այդ հարցը կլուծեն, բայց այդ հարցը միշտ տակ կմնա աշխարհաքաղաքական ցանկացած իրավիճակի փոփոխության ժամանակ շահերի ընդհանրության վրա կարող այդ հարցը կարողանաս լուծել։ Համենայն դեպս գոնե այս երկուսին տված ձայնը կորած է ժողովուրդ ջան։ Պարզ բացատրում եմ ձեզ։ Այն մարդիկ, ովքեր Արցախի մասին խոսում են, նրանց հետ կապված այդ հարցը պարբերաբար քննարկվում է։ Ուրեմն կա հնարավորություն։ Այո, պետք է նաև մեր ցուցակի մեջ ընդգրկեմ նաև այս խաղերի մեջ չընդգրկված արցախցի կապ չունի նա Արցախից եկած թե Հայաստանում ապրող կամ շուտ եկած, այդ չի խնդիրը։ Մարդ, որը գիտենք օգտակար կլինի այդ խնդիրներին։ Բոլորս ենք մտածելու Արցախի հետ կապված, բայց գոնե դուք կոնե կտեսնեք սիմվոլ, որ մեր պատկերացումը այդպեսին է, ներկայացված են, որ այդ խնդիրները ամեն անգամ բացատրվեն եւ արվեն։ Իմ ասածը կայանում է նրանում, որ այս բոլոր հարցերը դնում ենք սեղանին եւ ասում ենք, հարգելիներս, առաջին, մենք հավաքվում ենք հայտ ներկայացնելու համար Եվրամիությանը։ Երկրորդ, հայտ ներկայացնելու ՆԱՏՕ-ին։ Կարող է մարդիկ ասեն, բայց այսօր ռեալ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Դա զուտ Երևալու համար է, սա է մեր քայլը, որից հետո դա կլինի ՆԱՏՕ-ն, թե կլինի Եվրամիության անվտանգության համակարգ, որը ձևավորվում է բավական ճկուն մեխանիզմով, մենք հիմա տեսնում ենք ոնց են զինվում, ինչ են անում, կամ կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո, ինչպես Անզյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիան, Նոր Զելանդիա։ Մեր նպատակը հասանելի, որ արևմուտքը հասկանա, դա Եվրամիություն եւ ՆԱՏՕ-ն է։ Այլ ձևը, որը որ կստանա, դա կապ չունի, մենք ճանապարհը բռնում ենք Բրյուսել։ Վերջ։ Մենք չենք կարող ասել գնում ենք Շանհայ կհասնենք Բրյուսել։ Վերջ, սա է։ Այդ մի կետը, երկրորդ, որ ասում ենք որևէ մեկի հետ նախընտրական, հետընտրական դաշինք չենք կազմելու։ Վերջ, մենք տերենք մեր սկզբունքին, որովհետև այն ծրագիրը, որը մենք ենք բերում, այդ ծրագրով մենք ոչ մեկին չենք միանա։ Իսկ եթե իշխանությունը ասում էր, որ իրաց նպատակն է եվրոպական ստանդարտի երկիր դարձնել Հայաստանը, բայց շատ լավ է, բայց ինչ մի խնդրեմ է։ Բայց ասում են ժողովուրդը պետք է որոշի, բայց ժողովուրդը ինչ կա, ժողովուրդը ատելով Նիկոլ Փաշինյանը, պետք է գնա Նիկոլ Փաշինյանի ձայն տա, որ Նիկոլ Փաշինյանն ասի ժողովուրդն ուզում է, որ մենք հայտ ներկայացնենք, չգիտեք որ չի անելու։ Բայց ինքը պարզ ժողովրդին ասում է դուք որոշեք, արեք։ Ժողովուրդը դուք այդ ձայնը տալիս եք այն ուժերին, որոնք ասում են հենց ընտրվենք այդ քայլը անելու ենք, իշխանությունը պետք է ինչու քննադատի։ Պետք է ասի, «Յա, դուք Եվրամիություն եք ուզում»։ Բայց դուք ասում եք, Եվրամիությունը մեզ համար քաղաքակրթական ուղենիշ է։ Մենք ուզում ենք Եվրամիության մակարդակի պետություն դառնանք։ Մենք էլ ասում ենք, չես կարող ԵԱՏՄ-ի տարածքում, ՀԱՊԿ-ի տարածքում եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում այդ ստանդարտի պետություն լինես։ Եթե դու իսկապես սուտ չես ասում, ուրեմն նշանակում է դուք պետք է գոհանեք, որ մենք ցայն ստանանք եւ մենք աշխարհին ցույց տանք, որ ժողովուրդ ջան, հայ հասարակությունը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Բայց ինչի՞ եք դժգոհ։ Մյուսը, որը նախապայման չի։ Ես նախապայմաններն ասեցի։ Այնը չընդունենք որպես նախապայման, ուղղակի ինչի շուրջ ենք հավաքվում։ Մենք պետք է կտրականապես մերժենք սահմանադրական փոփոխությունը, որը Նիկոլ Փաշինյանն առաջարկում, հատկապես նոր սահմանադրություն։ Ինչի է ուզում նոր սահմանադրություն, որ նախաբանը հանի։ Դե նոր սահմանադրությունը հոհինը չի։ Հին սահմանադրությունով նախաբանը կարար չփոխվեր։ Կետերը փոխեին, որոնք գործող կետեր են, այլ նախաբանը մնար։ Իսկ նախաբանը անկախության հռչակագիրն է։ Մենք ասում ենք, այս իշխանության փոփոխած սահմանադրությունը, առավել ևս 4-րդ հանրապետության ցնդաբանությունը մեզ համար կտրականապես մերժելի է։ Հանգամանորեն բացատրել են, որ 4-րդ հանրապետությունը չի կարելի մոդայի հետևից ընկնել Ֆրանսիայի բոլոր օրինակները բերել են, բոլորը չկրկնեմ, բայց հարցածախում։ Եթե այսօր անգամ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արդեն մենք մտել ենք 4-րդ հանրապետություն, այսինքն 3-րդը արդեն մեռել է։ Եթե ինքը ղեկավարում է մեռած կառույց, ժողովուրդ ջան, ուրեմն ինքը քայլող ողորմածիկ է։ Ուրեմն ինքը մեռել է եւ ղեկավարում է մեռած կառույց, ինքը արդեն իրական չի։
Այսինքն եթե մենք թաղել ենք երրորդ հանրապետությունը, Փաշինյանին պետք է հետը դնենք, որովհետև իր ձեռքի տակ, իր ղեկավարման ժամանակ մեռավ երրորդ հանրապետությունը։ Բա դու ինչ ես անում։ Չորրորդ հանրապետության մասին շատերը կարող են ասել, բերեն օրինակներ, բացատրեն, կլինեն մյուսներն որ կասեն ինչ երկրորդ հանրապետություն ա եղել, մենք խորհրդային միության կազմում ենք եղել։ Այնա տեղից մտամ երրորդը, հիմա չորրորդն ենք խոսում։ Դրա համար դնում եմ այդ վեճը մի կողմ, բայց ցանկացած ով որ հիմնավորել է, որ երրորդ հանրապետությունից պետք է անցնենք չորրորդ, լինի դա մասնագետ, լինի դա ուղղակի տենց ինչ որ բանից ելնելով, բոլորը մտածել են, որ երրորդը մեռել է, անում ենք չորրորդը։ Չի կարող մեկի ձեռի տակ մեռնի, ինքը շարունակի չորրորդ հանրապետություն։ Ուրեմն պետք է երրորդ հանրապետության իշխանությանը ճանապարհ դնենք, ասենք երկիրը քո ձեռի տակ մեռավ, դա նշանակում է, որ այս պետական կառավարման համակարգը դու տապալեցիր, որևէ ձևով դա հնարավոր չէ բարեփոխել, ռադիկալ քայլի ենք գնում, դնում ենք չորրորդ հանրապետություն, ձեզ էլ հաջողություն ենք ասում։ Մի մասը կլինեն բանտերում, մի մասը կլինեն քաղաքական process-ից դուրս։ Այսինքն ի սկզբանե մենք պետք է ասենք, որ այդ որ չորրորդ հանրապետություն ենք ստեղծում, դրա համար ենք սահմանադրություն փոխում, որպեսզի նախաբանը հանենք, դրա վրա չենք խաբվելու։ Ուզում եք սահմանադրություն փոխենք, գնանք 2026 թվականի ընտրություն, մեծամասնություն ստանանք, սահմանադրությունը տնենք փոխենք։ Մասնագետների հետ նստենք, քննարկենք, հասկանանք։ Կիսանախագահական կառավարման համակարգը Հայաստանում իրան չարտարացրեց 95 թվականին, 2005 թվականի բարեփոխումով։ Խորհրդարանական կառավարման համակարգն է դառավ սուպեր վարչապետական համակարգ, որ վարչապետը ավելի շատ լիազորություն ունի, քան անգամ նախորդ սահմանադրությամբ նախագահն է։ Կարող է առաջարկում եք գնալ զուտ նախագահական կառավարման համակարգ։ Կառավարությունը ձևավորի նախագահ։ Ունենանք երկու համապետական ընտրություններ, առաջնային մանդատ, նախագահի եւ խորհրդարանի։ Ուժեղ նախագահ, ուժեղ խորհրդարան։ Լուրջ հակակշիռներով, որպեսզի խնդիր չառաջանա, վարչապետը կլինի խորհրդարանինը, ոնց որ հիմա Ֆրանսիան խնդիրներ ունի, հանկարծ մեծամասնություն չունենանք, խնդիր առաջանա։ Նախագահ ուզենա մի բան անի, կառավարությունը դեմ լինի, կառավարությունն ուզենա մի բան անի, նախագահը դեմ լինի։ Այսինքն իրար խանգարելով առաջ գնալով որն է։ Պարզ նայենք ամերիկյան մոդելը։ Կառավարությունը ձևավորման նախագահ, ստանում առաջնային մանդատ եւ նաեւ խորհրդարանն է ձևավորում։ Ես չեմ ասում դա նախապայման ինչի եմ ասում։ Վստահ եմ, որ մեր թիմի մեջ մանավանդ ես պատկերացնում եմ կլինեն նաեւ բավական հարգված իրավաբաններ, թող նստեն դրա մասին մտածեն։ Սա ուղղակի առաջարկություն, որ մենք դեմ չենք սահմանադրությունը փոխելուն։ Բայց եթե բան ենք փոխում, նա դա կլինի փոփոխված, չի լինի նոր, այն նշանակում է, որ մենք նախաբանին չենք կպնելու։ Դա կլինի փոփոխված սահմանադրություն, ինչ խնդրեմ է որ։ Այդ ժամանակ խնդիր չկա նախաբանին կպնելու։ Հետո մանավանդ մեր սահմանադրական դատարանը բաչի ասել, որ նախաբանը որևէ ազդեցություն չունի տարածքային պահանջ չի։ Ինչի մենք պետք է չհարգենք մեր սահմանադրական դատարանի որոշումը։ Վճիռը վերջնական է, բողոքարկման ենթակա չի։ Մեկնաբանողն էլ ես ով եմ, որ մեկնաբանը սահմանադրական դատարանի որոշումը։ Շատ լավ որոշում ա կայացրել։ Նախաբանը որևէ ազդեցություն չունի սահմանադրության բուն հոդվածների վրա, այսինքն նշանակում է պահանջատիրություն չկա Ադրբեջանի նկա։ Բան չենք փոխում, եթե այդպես է։ Եթե Ալիևի պահանջը չենք կատարում, ինչ ենք փոխում։ Դրա համար իմ առաջարկությունը նա է, այո, կլինի սահմանադրության փոփոխություն, բայց կլինի փոփոխություն, ոչ թե նոր սահմանադրություն։ Իսկ տարբերակը կիսանախագահական թե նախագահական, դա էլ մասնագետները կասեն։ Այնպես որ դեմ չենք սահմանադրության փոփոխության, որը այս ամբողջ տարիների ընթացքում ամեն մեկը իր հակով սահմանադրություն ա գրել, Նիկոլ Փաշինյանն էլ դե հակել է Սերժ Սարգսյանի սահմանադրությունը, ու գիտենք, որ ինքը ամեն ինչ էլ մտածում է, որ դա չփոփոխի միայն Ալիևի եւ Էրդողանի պահանջով, ոչ թե Հայաստանի համար։ Իսկ այն մասերը, որոնք որ իր համար իշխանությունը ապահովում, հերիք չէ այն ամբողջ համակարգը կենտրոնացրել է իր ձեռքում, լավ մի բան էլ ընտրովի մարդկանց SMS-ով տուն ա ուղարկում։ Դուք այս համակարգն եք համարում, որ պետք է շարունակենք, մի բան էլ հանձնաժողովը որոշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգը չենք վերանայում։ Այսինքն այս ինչ որ կա մնում է։ Նիկոլ Փաշինյանին դարձնում ենք դիկտատոր, ժողովուրդ ջան։ Բարեփոխելով, չէ, չբարեփոխելով, նոր սահմանադրությունով դարձնում ենք դիկտատոր։ Ինքն է կանգնում ասում է ժողովուրդը ինձ վստահել է, ընտրել է։
Իսկ այդ դեպքում եթե ինքը կդնի 4-րդ հանրապետության հետ կապված սահմանադրությունը չի անցնի, այդ դեպքում հարց է ծագում։ Գոյություն չունեցող 3-րդ հանրապետությունը բա ո՞նց ես ղեկավարում։ Եթե հասարակությունը քեզ 4-րդ հանրապետության սահմանադրության քվե չտվեց, ավտոմատ կերպով գնալու ես քո տուն։ Այդ այն դեպքում, եթե հանկարծ համարենք, որ մենք այս ընտրություններում չենք կարողանում առաջի փուլում ճանապարհենք իրենց տուն։ Սա էլ տարբերակները, որը պարբերաբար կքննարկենք, բայց ինչպես տեսնում եք 2022 թվականից հետո, ուկրաինական պատերազմից հետո, բոլոր երկրներում անգամ եվրոպական ընտրությունը որոշում արտաքին կողմնորոշումով։ Չեխիայի ընտրությունն ասում են որ կողմ ես, Եվրոպայի ծրագրերին ես կողմ թե մյուս կողմը, Մոլդովա որ կողմ ես, այսինքն ոչ մեկը չի նայում տնտեսական, սոցիալական ինչ քաղաքականություն ես վարելու։ Ասում են հասկացանք, այդ լսել ենք, այդ գիտենք, սիրուն կպատմենք։ Կոնկրետ ինչ գիտեք բռնում, ասեք հասկանանք։ Դրա համար ես ասում եմ ամենապարզ, ամենակոշտ դիրքը բռնում ես։ Այս ձևով, որպեսզի վաղը մյուս օրը ուկրաինական պատերազմի հետ կապված իրավիճակի փոփոխության դեպքում լապատկերացրեք մեր վիճակը, դաշտը հանձնել ենք ռուսամետ Նիկոլ Փաշինյանին եւ ռուսամետ ուժերին։ Ասում եք իր այդ կռվեք, թե ով է երկիրը ղեկավարելու։ Լուրջ եք ասում ժողովուրդ ջան։ Ու մենք էլ մի կողմ ենք քաշում, ասում ենք դե մենք ինչ անենք, մեզ չօգնեցի։ Դրա համար ասում ենք պրպտանք անենք այդ ամեն ինչը ժողովուրդ ջան։ Դրա համար ես կարծում եմ հաջորդ հանդիպումը արդեն եթեր կմտնեմ Միացյալ Նահանգներից եւ իմացեք, որ բավարար չափով վստահություն կլինի, կանեմ դա։ Բավարար չափով վստահություն չի լինի։ Ես նեղանալու սովորություն չունեմ, նեղանամ մի կողմ քաշվեմ։ Ում կվստահեք, կգնամ իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ կողքը։ Ես քանի որ գիտեմ, որ առաջի քայլերը դա հարված է, ասում եմ հարվածը վերցնեմ ինձ վրա։ Դա համար եմ առաջ գալիս, որ ասում եմ, եթե մի խնդիր կա, դժվարություն կա, վերցնենք մեր վրա։ Իսկ երբ որ կգա արդեն այսպես ասած հաջորդ քայլերը, որևէ ես խնդիր չունեմ բեռ վերցնելու կամ որևէ մեկի օգտին որևէ քայլ անելու։ Սա է իմ պատկերացած ճանապարհը ժողովուրդ ջան։ Դրա համար մտածենք իրար հետ, խելքի տանք, անենք առաջի քայլը, ես իմ առաջի քայլը արել եմ եւ իմ աչքի առաջ ունեմ նաեւ ում հետ դա կանենք, մի քանիսի հետ էլ հանդիպել ենք կամ խոսել ենք, ասել եմ գնամ կամ շարունակենք կամ ընդեղից էլ կապի մեջ կլինենք։ Մի խոսքով սա է իմ պատկերացումը, հաջորդ քայլը կլինի մի քանի քայլ առաջ կանենք այդ ամեն ինչը։ Դե լավ մնաք այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։